դետերմինանտների թեման վերջացնելուց առաջ ես ուզում եմ եւս երկու կանոն հիշատակել, հիշեցնել ձեզ առաջի կուրսից ծանոթ, որը ոչ անգամ այդ կանոնը հիշացնելու համար, ոչ կան ցույց տալու, թե ինչքան ավելի լավն են մեր այս դասընթացի ընթացքում անցած մեթոդները, հաշվման մեթոդները, տրադիցիոն մեթոդների հետ, որոշ տրադիցիոն մեթոդների հետ համեմատած։ Տեսեք, դուք հաստատ առաջի կուրսում անցել եք հակադարձ մատրիցը կից մատրիցներով կամ հանրահաշվական լրացումներով հաշվելու մեթոդը։ Արագ հիշացնում եմ ձեզ, վերցված է A մատրից, յուրաքանչյուր նրա AIJ տաժի համար հաշվում ենք մեծատառ AIJ հանրահաշվական լրացումը։ Հանրահաշվական լրացումները շարում ենք այսպես մատրիցի տեսքով եւ մի հատ տրանսպոնացնում ենք։ Սա կոչվում է A մատրիցի կից մատրից, joint matrix, կից մատրից։ Հետո այդ կից մատրիցը բոլոր տաժերը բաժանում ենք D-ով, որտեղ D-ն է մեր մատրիցի դետերմինանտը։ Ստանում է ինչ մատրից, 1D-րդ, որ անգամ այդ կից մատրիցը։ Եվ դուք առաջի կուրսում անցել եք փաստ, որ այս ամենը անելուց հետո մենք ստանում ենք A մատրիցի հակադարձ մատրիցը։ Թվում է նորմալ մեթոդ է, օրինակ այստեղ այս մատրիցի համար հաշված է իր հակադարձը, հեսա գրած է ստեղ։ Այս նույն հակադարձը դուք մի հատ էլ մատրիցային հանրահաշիվ թեմայում անցել եք Գաուս-Ջորդանի մեթոդով։ Հիմա տեսնենք սա լավ մեթոդ է, թե չէ, ինչու մենք սա չանցանք, ինչ որ նոր մեթոդ անցանք ժամանակին։ Եթե մեզ տված լինի հանգարց 10-ը 10-ի վրա մատրից, ապա այս մեթոդը հաշվելու համար մենք 10 անգամ 10 100 հատ դետերմինանտ պիտի հաշվենք, հանրահաշվական լրացում յուրաքանչյուրը 9 անգամ 9 դետերմինանտ։ 100 հատ 9 անգամ 9 դետերմինանտ պիտի հաշվել, ահռելի գործ։ Հետո վերջում մի հատ 10 անգամ 10 պիտի դետերմինանտ հաշվել, բաժանել վրան։ Մենք այսօր եթե սկսենք, վաղաշեմից օրը հաստատ կարող է վերջացնենք։ Այդ ընթացքում 50 հատ էլ վրիպակ կանենք, հետո մի երկու շաբաթ էլ վրիպակները կուղարկենք, չէ՞ ձեռքով։ Իսկ եթե մենք Գաուս-Ջորդանի մեթոդով հաշվեինք այս 10 անգամ 10 մատրիցի հակադարձը, պետք է միայն մեկ հատ մատրիցի համար, ինչ չափերի, 10 անգամ 20, մեկ հատ 10 անգամ 20 մատրիցի համար հաշվել նրա բերված աստիճանաձև տեսքը։ Ընդ որում դա հեշտ ալնում, որտեղ այդ 10 անգամ 20 մատրիցի երկրորդ կեսն էլ համարյա ամբողջովին զերոներից ալնում բաղկացած։ Տեսակ ինչքան ավելի արդյունավետ մեթոդ գիտենք, ել չեմ ասում, որ հիմա ժամանակակից տեխնոլոգիայի մեջ խնդիրներ լուծելուց պետք է լինում հազարի վրա մատրիցի հակադարձ հաշվել, դա այս կից մատրիցների մեթոդով չի ստացվում։ Կոմպյուտերները կախվում են անգամ շատ ժամանակակից։ Եվ ամենավերջի բանը, որ այս մասի մեջ, դետերմինանտների մասի մեջ կուզենայի ձեզ հիշեցնել, դա առաջի կուրսից ձեզ քաջ ծանոթ կրամերի կանոնն է։ Ինքը ասում է, որ եթե քառակուսի մատրից է տված, ընդ որում որի դետերմինանտը այս սա է 0 չէ, ապա սա հաշվելու sense ձև կա։ Վերցնում ենք AK մատրից, որը բաղկացած է, որը կառուցված է ինչպես։ Ինքը A-ն է, A-ի մեջ իր K-երորդ սյունը ջնջում ենք եւ K-երորդ սյան մեջ, այստեղ սրա մեջ K-երորդ սյունը պատկերացրեք ջնջենք եւ դրա տեղը փոխարեն վերցնենք այս ազատ անդամների սյունը բերենք դրա մեջ։ Սա կլինի AK մատրից։ AK մատրիցի դետերմինանտը հաշվենք եւ նշանակենք ինչ որ DK-ով։ Հետո ամբողջ մատրից, հետո դրանից բացի ամբողջ A-ի դետերմինանտը հաշվենք, եթե հաշվենք D-ով նշանակենք։ Սա այսքանից հետո սա ասում որ այս համակարգը ունի միակ լուծում, որը այս է D1 D-երորդ, Dn D-երորդ։ Ինչքանով է սա լավ լուծում։ Եթե մենք 10-ը 10-ի վրա դարձել համակարգ ունենք, նրան լուծելու համար պետք է հաշվել 11 հատ 10 անգամ 10 մատրիցի դետերմինանտ։ Իսկ Գաուս-Ջորդանի մեր անցած մեթոդով սա լուծելու համար պետք է հաշվենք n+1
մի հատ n-ը n+1, չէ, ընդլայնված մատրիքսն է դրա, բերված աստիճանաձև տեսքը շատ ավելի թեթև լուծում։ Էլ չխոսենք այն մասին, որ կրամերի կանոնը պատասխան չի տալիս այն դեպքերում, երբ որ այս համակարգը առաջին քառակուսի համակարգ չէ, եւ երկրորդ այս համակարգը դետերմինանտը 0 է։ Այդ դեպքերում պատասխաններ չի տա, ստացված ենք առաջի կուրսում դուք ստիպված եք հավելյալ գիտելիքներ կիրառել, իսկ հիմա մենք դրա շատ ավելի հեշտ ձևերը գիտենք։ Եղավ։